տարիներ առաջ ինձ համար որևէ նորություն իր խոսույթի եւ վարվելակերպի մեջ չկա, հետեւաբար լրիվ տեղավորվում է, եթե դա տրամաբանություն է, իր գործելավոճի տրամաբանության մեջ։ Իրավական բեսպրեդել, ընտրովի արդարադատություն, հրահանգներով քրեական գործերի հարուցում, մարդկանց նկատմամբ քրեական, քաղաքական բռնաճնշումներ, ես այդ կոնտեքստում եմ այս ամեն ինչը տեսնում, հետեւաբար դա լրիվ ռուսերեն ասած это в порядке вещей։ Եթե կալանավորվեց անձամբ դուք պարոն Աստանյան, դուք հայտնվել եք այս իշխանության թիրախում, որն է լինելու անձամբ ձեր քայլ, որպես որոշման դեմ անհամաձայնություն։ Ես ցանկացած ապօրինության, որը իրականացվում է իրավական այս սահմանազանցության ոլորտում, ինձ համար դա պայքար է, առավել եւս եթե այն վերաբերվում է նաեւ իմ համերկրացուն, լոռեցուն, որը նաեւ բարերար է, որը նաեւ հայկականության մեջ որոշակի ինքնություն կրող անձնավորություն է, ես կոնկրետ քայլերի ինչ-որ հերթականություն չունեմ նշակած, ամեն դեպքում պիտի ամեն ինչ անել, որպեսզի այդ մեր երկրում տիրող այդ մթնոլորտը, որ ցանկացած անձի նկատմամբ կարելի է ժամերի ընթացքում որոշում կայացնել կամ թեկուզ ամիսների ընթացքում որոշում կայացնել եւ այդ որոշումը կամայական կապրիզ սկզբունքներով իրականացնել, կարծում եմ դրա դեմ պայքարը աննահանջ պիտի լինի։ Սա դառնալու է քաղաքական մեծ գործընթաց։ Ես չեմ կարող այս պահին կանխագուշակել, որովհետև այդ գործընթացները գեներացնելու համար նաև ոչ միայն մեկ անձի բռնաճնշումն է պետք, այլ նաև ընդհանուր կոնտեքստում մեծ կոնսոլիդացիա։ Նիկոլ Փաշինյանն ասում է հեծը ազգայնացնելու գործընթաց է սկսել պետությունը, իշխանությունը եւ այդ է պատճառը, որ Սամվել Կարապետյանը այսպես ասած ակտիվացել է։ Ինչ կարծիք ունեք, հնարավոր է, որ այս տարբերակով նրան կալանավորելով հեծը վերցնեն գործարարի ձեռքից։ Ինձ հիշեցնում է դա խորհրդային վաղ ժամանակաշրջանի մեթոդները, այդ ազգայնացումները, նեոբոլշևիզմը հիշեցնում, բայց հեծը շատ սպეციფիկ եւ ազգային անվտանգության տեսակետից շատ ուրույն կառույց է, այնտեղ կառավարման, այնտեղ մասնագետների, այնտեղ նաեւ ֆինանսների կառավարման մեծ ռիսկ է, ես չգիտեմ իրենք ինչ հաշվարկով են ազգայնացնում կամ երբ որ ազգայնացնում են հետագա ճակատագիրը այդ հեծի ինչ է լինում, այնպես որ կառավարելու ունեցանալու հովարային անջատումներ, ինչպես իրենք են ասում, մտել եմ լույսերը անջատվել է, որ գյուղ գնացել եմ լույսերը անջատել են եւ սա պատկերացնում է իրենք կարծում եմ կառավարությունը իր հարակից տեսչություններով, կոմիտեներով ունի այդ գործընթացների վրա ազդելու ավելի գործուն միջոցներ, քան ազգայնացնել։ Քաղաքացու լվացքի մեքենան փչացել է եւ դրա մեջ ասում է մեղավոր է Սամվել Կարապետյանը։ Դե հիմա ես Պարոն Աստանյան, եկեղեցու դեմ արշավը, որը Փաշինյանը ձեռնարկել է։ Ընդհանուր գիծ է միայն եկեղեցու դեմ չի, ընդհանրապես ցանկացած այն կառույցի անձանց խմբերի դեմ է այս պայքարը շարունակ 7-8 տարիներ, որոնք իր համար, իր մտածելով ներկայացնում են որոշակի վտանգ, դա կլինի ազգային կառույց, դա կլինի մեր պետականությանը երկար դարեր փոխարինած կառույց, թե կլինեն ուղղակի անձինք, այդ մարդու համար պայքարի մեջ խտրություն, խտրականություն չկա եւ այդ ընթացքում նաեւ մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ նաեւ մենք մոտենում ենք հենց այդ վերջնագծին, որ մեր ինքնությունը, մեր հայկականությունը ամեն этаպում մենք կորցնելու ենք։ Այս ամսվա դատարանը որոշում կկայացնի Վանաձորի ավականու գործունեության հետ կապված, դուք ինչ եք ոնց եք պատկերացնում, հետագա գործունեությունը շարունակելու եք պայքարել համայնքապետի համար, պաշտոնի համար։ Ես որևէ անգամ որևէ պաշտոնի համար ինքնանպատակ չեմ պայքարել, որևէ պաշտոնի համար պայքար մղելու իմ մեջ այդ անհատական ձգտումները չկան, դա իրադրային որոշումներ կլինի ըստ իրադրությանը համապատասխանող, ես հակված չեմ մտնելու իշխանությունների գծած որևէ օրակարգի մեջ, այսինքն եթե նախորդ 4 տարիների, 3.5 տարիների ընթացքում Վանաձորի ավականու նիստերը ապօրինաբար չեն կայացել ու այսօր միանգամից որոշում է թե ավականու նիստ պիտի լինի, դա իշխանությունների գծած օրակարգն է, ես այդ օրակարգի մեջ առայժմ չեմ տեղավորվում, ես չեմ կարող այս պահին ասել նոր ընտրություններ կլինեն, չեն լինի, ես ամեն դեպքում իմ պայքարը չեմ դադարեցնելու, ես արդարության եւ վանաձորցու
ՔՎ-ի համար միշտ պայքարել եմ ու դա երբեք չի սահմանափակվելու որևէ պաշտոնի նկատմամբ, որևէ մեկի ձգտումով կամ իմ չձգտելով։ Այդ պայքարի մեջ մտնում են նաև ընտրություններին մասնակցել եւ հաղթել։ Բնականաբար այդ պայքարի մեջ ամեն գործիքակազմ մտնում են։ Շատ հնարավոր է, գիտեք ինչ կա այսօր մարդ առավոտը նստած է երեկոյան չգիտի իր հետ ինչ կարա լինի, կարող է կալանավորեն, կարող է չկալանավորեն, ցանկացած այստեղ ու հանրապետությունում գտնող որևէ մարդ իրավական այս կամայականությունների կոնտեքստում իրեն ապահովագրված չպիտի զգա առհավատչան այսօրվա մեր Բայց հիմա շատ ճնշումն է ինչպես Չկան որ նմանատիպ դեպքեր այլևս դեպքերը չլինեն։ Մենք ինչ կարողանում ենք, այն անում ենք, մենք պայքարում ենք այնքան, ինչքան որ կարողանում ենք եւ դիմադրությունը դա հենց անհամաձայնություն հայտնելու միջոցով է դիմադրությունը չհամաձայնվելու եւ չհամագործակցելու միջոցով է չհամաձայնությունն ու պայքարը նաեւ այն մեխանիզմների միջոցով է, որոնք առաջարկվել եւ մերժվել են, որովհետեւ դրանք չեն համապատասխանել որևէ քաղաքական եւ ընդհանուր տրամաբանական կոնտեքստին։ Պարոն Ասլանյան, դուք ասում եք, չգիտես, այսօր զարթնես գլխիդ ինչ կգա, որտեղ կհայտնվես, բայց ի պատիվ երևի չակտա, որ այս իշխանությունների իրենք շատ կանխատեսելի են դարձել։ Դու գիտես ինչ կգա գլխիդ, եթե խոսում ես իրենց դեմ, հաջորդ օրը կալանավորում են։ Չէ, յուրաքանչյուրը, քանի դեռ իր տան դրան առաջ այդ ուխտը չի ծնկել կամ չոկել, մտածում են, որ իրենք ապահովագրված են։ Հիմա եթե խոսում ես, Ձեր կարծիքով Սամվել Կարապետյանը ինչ նկատի ուներ, երբ ասում էր մենք մեր ձևով կմիջամտենք։ Հաստատ այն ինչը որ այսօր ուզում են վերագրել որպես մեղադրանք, դա նկատի չուներ ու դա երբևէ մեղադրանքի, ես չեմ կարող ամեն անձ անհատապես ինքն է որոշում իր անելիքները։ Նախկինում իշխանապողության համար կազմակերպված բողոքի ակցիաների, հանրահավաքների եւ այլն, ինքը իր դեմքով երբեք մասնակցություն չի ունեցել, հայտարարություններ չի տարածել եւ ընդդիմադիրների կողքին չի եղել։ Այս դեպքում ինչ նկատի ուներ։ Ես ճիշտ ասած չեմ կարող ասել Սամվել Կարապետյանի ինչ նկատի ուներ, կարծում եմ ընդհանրապես այդ պահին եկեղեցու մոտ արված հայտարարությունն է, եթե դա է իրական նպատակը, որում ես խիստ կասկածում եմ, նպատակը դա չի եղել։ Մի բան էլ